Վերջին զանգը սերիալում շոկային բացահայտումներն արդեն հասնում են իրենց գագաթնակետին։ Վերջին շրջադարձը հեռուստադիտողներին ամբողջությամբ զարմացրել է։ Պարզվում է, Բագրատն իրականում Սոսի ձեռքի խաղալիքն է և աշխատում է հենց նրա համար։ Ինչպես Բագրատն է նշում, իրենց հետևում կանգնած մարդը երիտասարդ է, հարուստ, ազդեցիկ։ Սոսի միակ նպատակը շախունցների ընտանիքից վրեժ լուծելն է։ Այս տեղեկությունը սերիալին նոր շունչ է հաղորդում։ Եթե մինչև այժմ հեռուստադիտողները կարծում էին, որ Բագրատն է գլխավոր չարը, այժմ պարզ է դառնում, որ նա պարզապես կատարող է, իսկ իրական պլանները մշակվում են վերևում այդ խորհրդավոր անձի կողմից։ Սոսն էլ, ով երկար ժամանակ համարվում էր անկանխատեսելի, և շատերը կարծում էին, որ նա այլևս չի վերադառնա հեռուստասերիալ, շատ շուտով հայտնվելու է։ Սոսն ու Բագրատը երկուսն էլ մեկ ընդհանուր նպատակի շուրջ են միավորվել՝ կործանել շախունցների ընտանիքը ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆինանսապես ու բարոյապես։ Սոսում կերպարը միշտ էլ կասկածելի է եղել, արդյոք նա կվերադառնա, թե չէ, հիմա ավելի հետաքրքիր կներկայացվի։ Նրա անցյալում ունեցել է հաշիվներ Միքայելի հետ, իսկ նրա բարդ հոգեբանական դրդապատճառներն այժմ սկսելու են բացահայտվել։ Բագրատն այս ընթացքում շարունակելու է հավաքել տեղեկատվություն ու տարածել մանիպուլյացիաներ, միաժամանակ պահելով իր իրական գործատուի գաղտնիությունը։ Բայց գլխավոր հարցն այն է, թե ովքեր են դառնալու այս ամենի իրական զոհերը։ Շախունցները դեռ չեն էլ գիտակցում, որ իրենց դեմ աշխատում է մի ամբողջ ցանց պլանավորված քայլերով, ազդեցություններով ու նույնիսկ ընտանեկան գաղտնիքների բացահայտումներով։ Միաժամանակ դիտողները կսկսեն վերլուծել՝ արդյոք այս կերպարները հին անցյալի հետ կապ ունեն, թե միգուցե նրանց վրեժը ծնունդ է առել մի հին պատմությունից, որի մասին Միքայելը այժմ էլ հիշում ու իրեն վատ է զգում։ Եվ ի վերջո, թե ինչու և ինչպես է Սոսը համագործակցում Բագրատի հետ, դեռ ամբողջությամբ չի բացահայտվել։ Սերիալը թողնում է բազմաշերտ հուշումներ, որ մոտ ապագայում կբացվի մի շատ կարևոր դրվագ անցյալից, մի այնպիսի իրադարձություն, որը կմիավորի բոլոր կերպարների ճակատագրերն ու կցնցի անգամ ամենահավատարիմ հեռուստադիտողներին։ Սա միայն սկիզբն է, ամենահզոր բացահայտումներն ու ինտրիգները դեռ առջևում են։ Նշենք, որ շատ շուտով Սոսը վերադառնալու է, իր հետ բերելով նոր ինտրիգներ, նոր գաղտնիքների բացահայտումներ, հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Աննան հղի է, ու կարծեք թե Աննայի ու Միքայելի հարաբերությունները պետք է որ սկսեն լավանալ։ Բայց Սոսի հայտնվելը կփոխի ամեն ինչ, հատկապես այն բանից հետո, երբ Աննան իմանա, թե ինչպես է Միքայելը վարվել Սոսի հետ և ինչպես է իր հարազատ երեխային հեռացրել իրենից։ Ասեմ, իմ Յանան շատ նման է ինձ, շատ էմոցիոնալ, խենթ, մի խոսքով ինքը այն կերպարն է, որ երևի թե ես միշտ գաղտնի երազել եմ խաղալ, որովհետև կարելի ասել ես հիմնականում խաղում եմ ինքս ինձ։ Ու շատ եմ սիրում իրան, իր այդ խենթությունը, իր այդ անմիջականությունը, պարզությունը, որ ինքը ուղղակի սիրում է ու վերջ, ու կարծում եմ մենք շատ ընդհանուր գծեր ունենք ու շատ նման ենք իրար։ Ես ինձ շատ ասոցացնում եմ Յանայի հետ։ Իհարկե, այդ աստիճան խենթ չեմ։ Չգիտեմ, կուզեի լինել այդ աստիճան աննորմալ թե չէ, բայց լավ իմաստով աննորմալ, որովհետև ես սիրում եմ իր այդ բարի գժությունները։ Ինքը սիրում է իհարկե, բայց տենց հանուն սիրո գժություններ ան, բայց կարծում եմ, որ ոչ մեկին չի վնասում իր այդ սերը։ Ու երևի թե ես ինքս շատ կուզեի Յանայի ու այդ լավ տրամադրությունը փոխանցել նաև մյուսներին, այնպես որ չգիտեմ, ես շատ գոհ եմ ու ես շատ սիրում եմ Յանային, ես ինձ շատ նմանացնում եմ Յանայի հետ ու ես շատ կուզեի լինել Յանայի նման մի քիչ ավելի շատ խենթ։ Իհարկե ինքը հաճախ չափ անցնում է, բայց հանուն սիրո կարծում եմ արժե։ Մի խոսքով ես շատ եմ սիրում իմ Յանային ու ուրախ եմ, որ դուք էլ եք սիրել իմ Յանային։ Շատ շնորհակալ եմ սցենարիստներին, շատ շնորհակալ եմ Դիանային Գրիգորյան, որ այս կերպարը ստեղծվել է, որովհետև ես շատ սիրով եմ իրան կերտում, մեծագույն սիրով, գտնում եմ իրանի մեջ, իրեն ձուլում եմ ինձ,
Մենք շատ նման ենք, այո։ Ես էլ եմ կյանքում շատ պոզիտիվ, դրական, իհարկե մեր ազգը չի սիրում, շատերը չեն սիրում, երբ ուրախ ես, շատ են ասում թեթև սոլիկ, չգիտեմ, այնտեղ անգամ չէին սպասում հաղորդմանը, երբ եկել էին ինձ հյուր ու ես նորից այնց ուրախ, այնպիսին կամ խոսել եմ, պատմել եմ, ծիծաղել եմ, շատերը գրել էին, ինչի ես այդքան ծիծաղում եւ այլն, բայց կարծում եմ, որ ծիծաղելը ամենալավ բանն է, որ կարող է լինել մարդու կյանքում, միշտ ժպտալ, ուրախ լինել, ու այդ լավ տրամադրությունը ես ինքս իհարկե ինձ թույլ չէի տա նման գժություններ, ու այդ աստիճանի թույլ չէի տա հաստատ, բայց ինձ դուր է գալիս իր գժությունները, հնարավոր է մի օր եթե գտնեմ տենց արժանի մարդ ում համար կարելի է անել այդ աստիճանի խնդություններ, չի բացառվում, որտեվ ես էլ հոգով խենթեմ մի քիչ, այնպես որ ասեմ, իմ Յանան շատ նման է ինձ, շատ էմոցիոնալ, խենթ, մի խոսքով ինքը այն կերպարն է, որ երևի թե ես միշտ գախնի երազել եմ խաղալ, որովհետև կարելի ասել ես հիմնական խաղում եմ ինքս ինձ ու շատ եմ սիրում իրան, իր այդ խենթությունը, իր այդ անմիջականությունը, պարզությունը, որ ինքը ուղղակի սիրում է ու վերջ ու կարծում եմ մենք շատ ընդհանուր գծեր ունենք ու շատ նման ենք իրար, ես ինձ շատ ասոցացնում եմ Յանայի հետ, իհարկե այդ աստիճան խենթ չեմ, չգիտեմ կուզեի լինել այդ աստիճան աննորմալ թե չէ, բայց լավ իմաստով աննորմալ, որովհետև ես սիրում եմ իր այդ բարի գժությունները, ինքը սիրում է իհարկե, բայց տենց հանուն սիրո գժություններ ան, բայց կարծում եմ, որ ոչ մեկին չի վնասում իր այդ սերը։ Ու երևի թե ես ինքս շատ կուզեի Յանայի Նկարը հանման եմ ես դեռ, այսօր նենց հետաքրքիր հավես ռիլ եմ տեղադրելու, այն օրվա աշխատանքի արդյունքն է, այնպես որ սպասեք։ Ինչքան եմ սիրում ես իմ արած գործի որակը երդվում եմ։ Երանի բոլորը տենց աշխատեին կամերաներով, սյուժեով, սցենարով, մտքերով, իդեալական կլիներ Instagram-ի վիճակը։